Բարև Ֆակտոր TV հյուրը արևելագետ պատմական գիտությունների տեխնացու Գյորգի Միրզաբեկյանն է, բարև պարոն Միրզաբեկյան։ Խոսելու ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմից։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց ակնհայտ է ԱՄՆ վարչակազմի առաջադարձությունների մեջ չի թրիփը գոնե այս պահին։ Տեսնում ենք ինչ է կատարվում, ինչով են զբաղված, կենտրոնացած է ԱՄՆ կառավարությունը այդ խնդրի վրա, ասած ցավոք հավանականություն մեծ է, որ ժամանակի առումով դա կազդի process-ների վրա, բայց եթե պարզվի չի ազդի ավելի լավ, ձեր գնահատմամբ արդյոք ընդհանուր թրիփի կատարումն է վտանգված, թե կարող է ընդհանրապես ձգձգվել, ինչ-որ ուշադրությունից դուրս մնալ։ Շնորհակալություն, իրականում այս պայմանությամբ կարելի է կանխատեսել, որ նման սցենար հնարավոր է, որովհետև ի վերջո Իրանի դեմ պատերազմը լայնածավալ է եւ Միացյալ Նահանգները թիվս Իսրայելի իսկապես կարելի ասել, որ ամբողջությամբ ներգրաված է այս process-ում եւ մի փոքր զարմանալի է կլիներ, եթե նրանք նաեւ անհրաժեշտ ուշադրություն դարձնեին թրիփի ուղղությամբ, այս պայմանությամբ կարծում եմ, եւ այս առումով կարծում եմ, որ այս հայտարարությունը եւ գնահատականը զարմանալի չէ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես պայմանավորված այս պատերազմով, թե անկախ նրանից, թե ինչպես այն կվերջանա կամ կվերջանա թե չէ, սրանից շատ բան է կախված լինելու, ոչ միայն թրիփի հետ կապված, այլ առասարակ տարածաշրջանային այլ կոմունիկացիաների հետ կապված, ծրագրերի հետ կապված, անգամ աշխարհակական վերադասավորումների հետ կապված, հետեւաբար այս բանին կարելի ասել, որ իրավիճակը պետք է հետևենք եւ դրանք նաև անորոշ է իրավիճակը եւ շատ ձգձգումը բնական է, այո, եւ հետեւաբար կախված նաև պատերազմական գործողություններից այն կարող է ազդել իհարկե նաև այլ պրոյեկտների վրա, ոչ միայն թրիփի։ Շատ լավ, տեսեք, մինչև թրիփի կառուցումը Իրանը եւ ԱՄՆ-ն էլի ռազմական գործողությունների մեջ են 12-օրյա պատերազմներ անցած հուլիս ամիսներին, բայց դրան հաջորդեց օգոստոսի 8-ը եւ Հայաստանի դիվանագիտության կարծես հաջողվել էր Իրանի մոտ, Իրանի գոնե կառավարության մոտ որոշակի ըմբռնում առաջացնել Թրամփի ուղու շուրջ, հավանաբար ցույց տալով նաեւ երկաթուղային այն հնարավորությունը, որ Իրանի համար բացում են, բայց այսօրվա Իրանը, հենց այսօրվա Իրանը ունի հոգեվոր նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը, այսպես ասենք, կամ նաև այդ ենթադրությունները, որ կշարունակի նախորդի քաղաքականությունը, ես ուզում եմ հարցնել, հնարավոր է Իրանը սկսի ավելի կոշտ արտահայտվել Թրամփի ուղու դեմ նոր հոգևոր առաջնորդի օրոք, թե չսպասել դրան։ Իրականում լավ հարց են իմաստով, որ եկել է նոր հոգևոր առաջնորդ, իհարկե հայտարարվել է նրա մասին, բայց նա դեռևս ելույթով եւ տեսաուղերձով հանդես չի եկել, նաեւ այսօր հաստատվեց, եթե չեմ սխալվում, որ նա վիրավոր է, բայց դա չի էականը։ Ընդհանրապես Իրանը ինստիտուցիոնալ երկիր է եւ ես չեմ կարծում, որ նման ռազմավարական ծրագրերի հետ կապված լինեն շեշտակի փոփոխություններ, հա, եթե Իրանի վերնախավը հիմա չի արտահայտվում հասկանալի պատճառներով պատերազմական, ապա Իրանի դեսպանն է այդ մասին խոսում եւ չեմ լսել, որ նշվում է, որ նշվի, որ թրիփը վտանգ է Իրանի համար։ Նա ասում է դա միջանց չի ճանաչում։ Այո, նրանք նշում են, որ այդ միջանցքի հարցը այսպես կոչված դուրս է եկել եւ ի վերջո խոսք է գնում ապա շրջափակման մասին, այսինքն սա է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, որը որ նախորդիվ հայտարարել էին նախագահն ու արտգործնախարարը եւ կարելի ասա, որ մեզ մնում է հետեւել միայն այս տեղեկատվությանը եւ ելնել այս հայտարարություններից։ Քանի դեռ նոր թարմացումներ չունենք։ Շատ լավ, Մոջթաբա Խամենեի վիրավորման մասին տեղեկություններ հաստատել են հենց իրանական պաշտոնական աղբյուրները։ Տեսեք, նախագահ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն հաղթել է Իրանի դեմ պատերազմում, բայց կշարունակի ռազմական գործողությունները, նշում է գրեթե ոչինչ չի մնացել թիրախավորելու, այսինքն ըստ նրա ավերածությունները ռազմական թիրախների այնքան շատ են, որ այլ բան չկա անելու, բայց նաև Սպիտակ տունն է նշում, թե Թրամփն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը լիակատար հանձնված համարվելու, ինչ է նշանակում Իրանը լիակատար հանձնված համարվել ամերիկյան այսօրվա ադմինիստրացիայի համար։ Շատ բարդ հարց է, ես դրա պատասխանը չունեմ։ Չափում կա հասկանալու համար։ Տեսեք, երկուստեք քարոզչական արշավը մեծ է, որովհետև իրանական կողմն նշում է, որ մենք ենք որոշելու, թե երբ է ավարտվելու պատերազմը։ Կարծում եմ ինչ որ համարժեք է։ Իրականում ինչ է կատարվում Իրանի շուրջ, կարծում եմ առաջին հայացքից բարձ է դառնում, կարծում եմ կամ կարելի է ենթադրել, որ այն արագ արդյունքը, որը որ ակնկալվում էր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի
կողմից կարծեք թե ձգձգվում է, արդեն որքան մոտ 2 շաբաթ է մոտավորապես անցել պատերազմական գործողություններից եւ նրանք մեծ թափով են Իրանի դեմ մղվում։ Իդեպ դուք հիշատակեցիք ձեր խոսքում 2025-ի ամառվա իրադարձությունները, կուզեմ նշել, որ այդ իրադարձությունները մեծ հաշվով բացառապես Իրանի եւ Իսրայելի միջև էին, դրանցում ներգրաված չէր ամբողջությամբ Միացյալ Նահանգները, միայն վերջում հարվածներ կատարեց միջուկային օբյեկտների վրա եւ դա ավելի շատ կարծեք թե Իսրայելի հարվածները դադարեցնելու ուղերձ էր եղում, իսկ այս իրավիճակում ինքն արդեն ներգրաված է։ Իրականում կարծում եմ, որ հանձնված Իրան կարծում եմ, որ նկատի է առնվում Միացյալ Նահանգների կողմից այն, որ Իրանը կատարի նրանց արժև դրած խնդիրները, պահանջները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, որոնք որ բանակցային սեղանին են, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ դեռևս նման զարգացման մասին խոսք չի գնում, այսինքն Իրանից ընդհանրապես նշում են, որ բանակցային որևէ պատոհան չկա։ Հետևաբար, այսինքն չկա բանակցային պատոհան, հնարավոր չեն համարվում անգամ բանակցությունները, այլ որ ասած պահանջներին ընդառաջ գնալը։ Այսինքն Թեհրանը այսպես մերժում է լիակատար հանձնման պահանջը։ Ոչ մենակ հանձնման, այլ իրենք պատրաստակամություն են հայտնում պատերազմը շարունակելու եւ իրականում պատերազմը շատ խորը մենք ձեզ հետ նաև առիթ ենք խոսել քննարկման ժամանակ խոսելու, իրականում խորանում է եւ նա վերածում է էներգետիկ պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը հենց Պարսից ծոցն է եւ սա շատ լուրջ հարված է եւ մարտահրավեր է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ նաեւ նրա դաշնակիցներին տարածաշրջանի Պարսից ծոցի երկրների մասին է խոսքը, չենք խոսում նաեւ Իսրայելի մասին։ Այսինքն իրականում բարթանում է եւ դեռևս հաղթելու կամ չհաղթելու մասին խոսակցությունները, չգիտեմ, եթե կա ներքին տեղեկատվության տիրապետում, այլ հարց է, բայց այնինչ որ մենք բաց աղբյուրներում հետևում ենք, կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ պատերազմը միայն շարունակվում է, խորանում է եւ ինքը նաեւ վերաճում է ավելի խորը խնդիր դառնալուն, հա, որովհետեւ իրանական կողմից որևէ զիջման մասին խոսք չի գնում դեռևս այս պահին։ Շատ լավ, ես լսում եմ Սպիտակ տան խոսնակ Լևիթին, նա ասում էր նավթի գների բարձրացումը ժամանակավոր է եւ Իրանի դեմ հաջող այս պատերազմից հետո մի բան էլ կիչնի նախտական դիրքերից նաեւ հեռուստադիտողին հիշեցնեմ, հա, այս ֆոնին ըստ էության Հորմուզի նեղուցը դադարել է լինել անարգել ուղի տանկերների համար, որոնք Ավնաճիշտ ձևակերպում անարգել ուղի, չէ՞, դադարել է լինել, այո, էներգետիկ նավթի մոտ 20%, եթե չեմ սխալվում, ավելին անցնում է նեղուցով։ Հիմա սա ինչի կարող է բերել, արդյոք բիզնեսը կարող է ԱՄՆ նախագահային հարկադրել պատերազմը կանգնեցնել։ Այդ բիզնեսը ես նկատի ունեմ նավթի մեծ պահանջարկ կա համաշխարհային ու նաև այն վնասները, որ երկրները կրում են հատկապես արաբական ծոցի չկարողանալով վաճառել նավթ տարբեր շուկաներում։ Այո, շատ ճիշտ նշեցիք, որ ինքը անարգել ելումուտը դադարեցվել է եւ կարելի ասել, որ իրականում դե ֆակտո փակվել է, որովհետեւ այն նավթային տանկերները, որոնք որ դուրս են եկել արդեն Պարսից ծոցից եւ պետք է ուղևորվեին, արդեն իսկ նրանք արգելափակվել են եւ ստացվում է, որ արաբական երկրները նրանք ստիպված պաուստավորում են իրենց նավթը եւ սա էլ խնդրի լուծում չէ, բացի այն, որ նրանք չեն կարողանում իրացնել վաճառել իրենց նավթը, այլև այդ պաուստերը նույնպես անձայրացիր չեն եւ այսքան այդ ֆորս մաժորային իրավիճակները չէին կանխատեսվել եւ այս առումով իսկապես խնդիր է առաջանալու եւ առաջացել է եւ արդեն շատերը գրում են, որ անգամ նավթի գները եւ այլ թանկացումներ արդեն իսկ ազդել են Միացյալ Նահանգների վրա անգամ եւ ընդհանրապես այսինքն ստացվում է որ կոլապսի է ենթարկվում էներգետիկ համակարգը, որտեղ համաշխարհային մակարդակով, որովհետև Հորմուզի նեղուցը երկրորդ ամենամեծ պահանջարկ ունեցող նեղուցն է, Մալակայի նեղուցից հետո Ինդոնեզիա եւ Մալազիա արանքում է գտնվում, սակայն ինչպես նշեցի 20% էներգակիրների եւ նավթամթերքի, այսինքն շարժը տեղափոխվում է հենց այս նեղուցով, պատկերացնելու համար ծոցի, Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները, գիգանտները, որոնք համաշխարհային սանդղակներով իրենց նավթի էներգակիրների մասշտաբով առաջատարներից են եւ նաեւ Իրանը, հետեւաբար այս նեղուցից ունեցած կարիքները որևէ մեկը կամ ոչ մի կողմ չի կարող փոխարինել եւ իրականում սա ցույց է տալիս, որ ընդհանրապես Հորմուզի նեղուցը սա այս պատերազմում Իրանի խաղաքարտն է
շանտաժի գործիք է դա եւ խաղակարտն է այդ կոզեր կոչվածն է, այո, ինչու, որովհետեւ սրանով առաջին հերթին Իրանը բարձրացնում է, էապես բարձրացնում է պատերազմի գինը բոլորի համար։ Այսինքն, եթե ինձ համար վատ է, բոլորի համար էլ պետք է վատ լինի, մասնապես Միացյալ Նահանգների դաշնակիցների, որոնք որ իրենք արդեն իսկ իրենց կողմից պետք է ստիպեն հաշվարկնային է ռազմավարական, որ իրենք էլ պետք է համոզեն Միացյալ Նահանգներին դադարեցնելու պատերազմական գործողությունները։ Այսինքն, եթե մինչև այդ տեսնում ենք, որ հարվածները ուղղվում էին ամերիկյան ռազմաբազաներին, հետո քիչ թե շատ նաև այլ ուղղություններով էր հրթիռները գնում, հիմա կոնկրետ Պարսից ծոցը բավական կարմիր գոտի է այդ առումով համարվում եւ ստացվում է, որ Իրանը ավելի է եւ այսօր էլ կարծեմ իրենց խորհրդանի ղեկավարը նշեց, որ կամ հայրենիք կամ մահ, այսինքն մենք միջև վերջ են գնալու եւ Պարսից ծոցի մասին հիշատակից, այսինքն իրենք այս առումով շատ անզիջում են ու ստացվում է, որ խնդիրը նորից բարդանում է։ Այստեղ մեկ հանգամանք ուզեի ուշադրություն հրավիրել առ այն, որ մենք ընդհանրապես շատ է քննարկվում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերի տարբերության մասին, հա, նշվում է, որ օրինակի համար Միացյալ Նահանգների համար այդքան էլ սկզբունքային չէ իշխանափոխությունը, վարչակազմի փոփոխությունը, շուտ դադարեցնել Իսրայելը հակադրված լինի, եթե նրանք իհարկե պահանջները կատարեն իրանական կողմից, այնինչ Իսրայելը միջև վերջը փորձում գնալ տապալել եւ այլն, սա մեկ տարբերություն, կարծում եմ այն դեռևս աշխատում է, եւ երկրորդ հիմնական տարբերությունը երևում է հենց Պարսից ծոցի հիմնախնդրում։ Ինչու՞, որովհետեւ կարծում եմ, որ այս հարվածները իսկապես իրականում միտված են ցավեցնելու Միացյալ Նահանգներին եւ բարդացնել իր հարաբերությունները Պարսից ծոցի իր դաշնակիցների հետ, սակայն այս հարցը այն զգայունությունը ունի Իսրայելի համար։ Այսինքն ճիշտ է, Իսրայելը այսպես թե այնպես լավ հարաբերություն չուներ այդ երկրի։ No, հա, իհարկե կան Աբրահամյան համաձայն ակորդները եւ այլն, բայց պատմականորեն նրանք փաստորեն ոչ բարեկամական պետություններ են կամ նոր են փորձում կարգավորել իրենց հարաբերությունները նույն Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այսինքն սա շատ կարևոր հարց է, որովհետեւ պատերազմից առաջ ես հիշում եմ եւ ինքս էլ եմ նման հնարավորություն մասին խոսել, որ եթե պատերազմ չլինի կամ ցկցկման պատճառներից մեկը շատ էր խոսվում այն մասին, որ այն է, որ Միացյալ Նահանգները հապաղում էր, որպեսզի հարվածի տակ չդնի իր տարածաշրջանի դաշնակիցներին եւ ստացվում է հիմա, որ իրականում այդ դաշնակիցները ծանր գին են վճարում եւ սա նորից մեկ անգամ եւս բարձրացնում է պատերազմի գինը եւ կարծում եմ, որ բոլոր կողմերը պատերազմի համար շատ մեծ գին են վճարում եւ շատ դժվար է կանխատեսել սրա ընթացքը։ Շատ լավ, տեսեք, Խամենեի սպանությունից հետո Ալի Խամենեի արևմտյան վերլուծական որոշ կենտրոններ նշում են, որ չնայած ղեկավարության կորստին, ամեն դեպքում Իսլամական Հանրապետության համակարգը պահպանվում է, անձափոխության միջոցով որոշակի իմունիտետ գոյություն ունի, ձեր կարծիքով որքանով է իրատեսական Թրամփի հայտարարած այդ ռեժիմի փոփոխության նպատակը եւ արդյոք Մոջթաբա Խամենեի առաջնորդությունը կարող է ընդհանրապես կանխել այդ համակարգի հավանական փլուզումը, որի վրա միգուցե ներդրում խաղադրույք էր արված այս երկու շաբաթ ձգվող ռազմական գործողությունը սկսելիս։ Կարծեմ այսօր կարդացի, որ Միացյալ Նահանգների հետախուզության աղբյուրները նշում էին, որ իրենք չեն տեսնում, որ ինչ-որ վտանգ է սպառնում ռեժիմին, կործանմանը, եթե չեմ սխալվում, սա բավական հետաքրքիր է, բայց բացի այդ պետք է նշել, որ այո համաձայն է, որ Մոջթաբա Խամենեի ընտրությունը իրականում նախանշում էր այդ առնվազն նույն քաղաքական գիծը, եթե ոչ ավելի կարծր քաղաքական գիծը, որովհետև մինչև իր հոր կենթանության ժամանակել էին Ալի Խամենեին նշում, որ ինքն ավելի արմատական հայացքներ ունի, ելուր մնաց հիմա հաշվի առնելով նաև իր անձնական խնդիրները եւ այսքան մոտեցումը վրեժը, այո, հետեւաբար այսինքն այս փոփոխությունը ինքը կարծում եմ մի քանի շերտեր ունի։ Առաջին շերտը այն է, որ ընդհանրապես իսլամում եւ ընդհանրապես Իրանում ընդունված չէր կարծել, որ կարող էր ժառանգականության հիման վրա փոխվել, այսինքն Մոջթաբան դառնար իր հոր հետնորդը։ Սկզբունքի խախտում, որովհետեւ այդ իրավահաջորդությունը շատերի մոտ ասոցացնում էր շահական Իրանին եւ նրանք կարծում էին նաեւ իսլամական իրավունքի տեսանկյունից, որ ամենաճիշտ տարբերակը բնականաբար ընտրության միջոցով փոփոխությունն էր, իսկ այս
ֆորս մաժորային իրավիճակում ես կարծում եմ սա նաև ուղերձ էր հանրությանը եւ նաև միջազգային լսարանին, որ սրանով մենք մեր գիծը շարունակում ենք ավելի արմատական դիրքերից, այսինքն ավելի արմատականները գլուխ բարձրացին եւ մյուս կողմից էլ սա ինչ որտեղ նաև ժողովրդին համախմբելու ձև էր ընդդեմ հակառակորդի եւ հաշվի առնելով այն սպանությունները, որոնք որ տեղի ունեցան, հա, Իրանի Վերնախավի շրջանում։ Այս ուղերձները կարծում եմ այս նշանակությունը ուներ հենց ինչու Մոջթաբային ընտրեցին, բայց մյուս կողմից էլ եթե պատերազմն ավարտվում է եւ վարչակազմը կարողանում է պահպանել իր դիրքերը, սա կարող է երկարաժամկետ կտրվածքով խնդիրներ հարուցել նույն Մոջթաբայի համար, որովհետեւ նա կարող է ասոցացվել ներքին լսարանում որպես իր հոր հետնորդը առնվազն նույն գծի մեջ եւ ի վերջո տնտեսական խնդիրները կարող են իրենց զգացնել տալ եւ այս խնդիրը նույնպես աշխատի նրա դեմ կամ իր դիրքերի դեմ, այսպես ասած, եւ շատ ուշագրավ է լինելու հետեւել, թե պատերազմական գործողություններից հետո, եթե վարչակազմը պահպանի իր դիրքերը, իսկ նրանք նշում են, որ սա գոյաբանական հարց է իրենց վարչակազմի համար, ապա ինչպես է Մոջթաբա Խամենեին իշխելու, ինչպես է ղեկավարելու երկիրը, ինչպես է ամրանալու, նա արդյոք կարողանալու է համախմբել երկրում եղած բոլոր ուժային թևերին, լինելու հենց առաջնորդ, ինչպես իր հայրը, թե ոչ, որովհետև նույն իր հայրը շատ մեծ ճանապարհ է անցել այդ հարցում, ստանձնելով պաշտոնը Ռահբարի կամ առաջնորդի 89 թվականին 1900 եւ առաջի 3-4 տարիները շատ վճռորոշ էին իր դիրքերի համար։ Հետևաբար այստեղ էլ իշխանության պահպանման դեպքում շատ մեծ ճանապարհ է սպասվում Մոջթաբային ուժային տեսանկյունից։ Սոցիալական խնդիրներն են Իհարկե, ես դրա համար նշեցի, որ սա ոչ միայն այո, ավերածություններ, պատերազմ, վերականգնում, ներդրումների պակաս, այստեղ գուցե առաջանան, այսինքն կան բարեփոխումների անհրաժեշտություն, բայց բարեփոխումները նույնպես պետք է սնվեն ֆինանսական շարժերից, այսինքն իրականում խնդիրը Իրանի շուրջ եւ Իրանի ներսում բարդանում է եւ հեշտ չէ։ Այսինքն պետք է բոլորը ամեն դեպքում գտնեն լուծումներ։ Երբ որ ԱՄՆ նախագահ Թրամփը պնդում էր, որ շուտով կավարտենք, ըստ էության դա էր ասում, որ ավարտվում է, մեր հիմնական խնդիրները լուծել են եւ այլն, լիակատար հանձնման մասին էլ չեն դադարում խոսել, որ բան չի մնացել թիրախավոր, թվում է թե նա հող է նախապատրաստում նաև ամերիկյան ներսի տրամադրությունների համար, որ շուտով կավարտվի կամ փափուկ բարձի տրամաբանություն է կամ էլ սա դիտարկվեց, որ վերլուծաբանների կողմից նաև Իսրայելին ուղերձ, որ պատրաստվեք ավարտելու, իսկ Իսրայելը հետևելով նրանց պաշտոնական այսպես գնահատականներին ավելի չասեմ ծայրահեղական, բայց ավելի տրամադրված է շարունակել, որովհետև սա լավ հնարավորություն է դիտարկում իրենց պնդմամբ իրանական խնդիրը վերջնականապես լուծելու համար։ Իդեպ Թրամփին էի լսում, նա ասում էր մենք մտադիր չենք 2 տարուց կրկին այս խնդրին վերադառնալ, ոչ կոմպետենտ նախագահ կարող է լինել հաջորդը ինքը իրեն դե գիտեք շատ կոմպետենտ նախագահի համարում, այսինքն խնդիրը պետք է վերջնականապես լուծվի։ Եկեք հասկանանք նաև այս նոր Իրանի ղեկավարության Մոջթաբա Խամենեի ռեսուրսները դիմակայելու, նկատի ունեմ դիվանագիտական ռեսուրսները առաջին հերթին այս պատերազմից հետո արդյոք նրանք կկարողանան պահպանել այդ կարծր դիրքավորումը բալիստիկ հրթիռների միջուկային այսպես ծրագրի շարունակման թե ամեն դեպքում ձեր գնահատմամբ հարկադրված կլինեն որոշակի մեղմացումների գնալ, որոշակի ընկալելիություն ստանալ այս վարչակազմի համար, թե կատարյալ այսպես մերժման դիրքորոշումներ են։ Գիտեք, ամբողջ հարցն այն է, որ անկախ նրանից, թե որ կողմը ինչ է հայտարարում, իրականում, եթե վարչակազմը չփոխվի, կարծում եմ այս լայնածավալ պատերազմի դեպքում, ապա Իրանը սա բոլոր դեպքերում մատուցելու է որպես հաղթանակ իր հանրության համար, նշելով, որ նրանց նպատակը վարչակազմի փոփոխություններ, ի վերջո դրա մասին հայտարարվել է եւ նրանց դա չի աջողվել։ 12-օրյան է, չէ՞։ 12-օրյան էլ մաքուր, այսինքն հայտարարվեց որպես հաղթանակ, որովհետեւ ընդհանրապես իրենց մտածողության մեջ եւ առասարակ կարևորը շարունակականությունն է, ոչ թե անձերը, եւ եթե սպանությամբ գալիս են, այսինքն բազմաշերտ վարչական պետական համակարգի պարագայում, եթե գալիս են նորերը, ապա իրականում ոչինչ չի փոխվել։ Օրինակ,
Արաքչին էլ նշեց սկզբներում, որ իմ տվյալներով 2 զինվորական է բարձրացիան զոհվել, բայց դա մեծ բան չէ եւ շարունակեց իր անելիքների մասին։ Այսինքն այս առումով իրենք ներկայացնել են որպես հաղթանակ։ Այլ հարց է, թե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը իրականում ինչն է եւ կարողանալու են հասնել այդ նպատակներին, թե ոչ։ Ես կարծում եմ եւ համաձայն եմ, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ այն բոլոր նպատակներով, ինչ Իսրայելը եւ ընդհանրապես շահագրգռված չէ երկարատև պատերազմով, որովհետեւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները որպես աշխարհի թիվ 1 պետություն ունի այլ առաջնահերթություններ, այլ ոչ թե միակ առաջնահերթությունը Իրանն է, բնականաբար Չինաստան եւ այլ գլոբալ խնդիրներ, իսկ Իսրայելը փոխարենը սա տեսնում է լավ, եթե ոչ լավագույն պահը Թրամփի վարչակազմի օրոք փորձելու ծնկի բերել կամ փորձել տապալել Իրանում իշխող վերնախավը, վարչակազմը եւ գործել հնարավորինս հեռուն գնալով։ Հետևաբար այստեղ մոտեցումների հստակ տարբերություն կա եւ հարց է առաջանալու, որ եթե պատերազմը ձգձգվի, ով ինչպես է դուրս գալու պատերազմից կամ ինչպես է այդ process-ը ընթանալու, եթե դիցուկ ունենք Իսրայելը չկարողանա հասնել իր նպատակներին։ Սա շատ կարևոր խնդիր է եւ կարծում եմ, որ սրա պատասխանը իսկապես ոչ մեկը չգիտի։ Իսկ ներքին ռեսուրսների մասին դիվանագիտական կարմիր գծերը պահպանելու այս նոր իշխանություն, որը ինչպես արդեն նշեցինք, ժառանգում է կամ շարունակում է ունենալ սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիր, տարադրամի փոխարժեքի այդ տատանումները, դրան գումարվում է ցույցերը, դրան գումարվում են ավերածությունները, ռազմական օբյեկտներին թիրախավորումն է, ԱՄՆ-ն ինչքան էլ վնասներ կրի կամ Իսրայելը, բնականաբար Իսրայելի Իրանի նկատմամբ է շատ մեծ ճնշում, այսինքն շարունակվելու է, հա, ԱՄՆ-ի կողմից այդ ճնշումը, արդյոք նրանք ռեսուրս ունեն իրենց կարմիր գծերը սպասարկել ինչպես նախկինում։ Լավ հարց է, կախված իրադարձությունից, նախ եթե այսինքն պատերազմը ցույց կտա, թե իրենք ինչ դիրքերից հանդես գան, որովհետև պատերազմական ընթացքը կարող է այնպես դասավորվել, որ նրանք փորձեն փոխզիջումային տարբերակ գտնել եւ հնարավոր է, որ եթե պատերազմը ձգձգվի եւ շատ լուրջ կորուստներ չկրեն, այսինքն ուղղակի երկարի պատերազմը հնարավոր է, որ նույն անզիջում մի բան էլ ավելի դիրքերից հանդես գան, այսինքն այստեղ կա մեծ դեռևս հարցական, բայց այո ենթադրվում է, որ ավելի արմատական դիրքերից հանդես գալ, թե ինչպես այն կարող է սպասարկել նրանց ներքին ռեսուրսները, գիտեք, ընդհանրապես այս պատերազմը երբ որ սկսվեց, հնարավոր սցենարներից մեկն այն էր, որ սա ոչ թե կարող է բերել վարչակազմի փլուզմանը կամ այն խավերի իշխանության գալը, որոնք որ դրական կդիտվեին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, այլ հնարավոր է, որ իշխանությունը կարծրանա, հնարավոր է, որ իշխանությունը պարփակվի եւ ավելի արմատական դիրքերից հանդես գալ։ Դեռևս տեսնում ենք, կարծեք թե այս սցենարով է գնում, այս սցենարով է դեռևս գնում։ Հետևաբար, եթե ամբողջ հարցը այն է, որ եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրենց շարժողի լուծել իրենց արժեվ դրած խնդիրները, ապա այս թնջուկը չի լուծվելու, այս թնջուկը նույնպես այս ներվը, ատամի ներվը պես բաց է մնալու եւ նորից սպառնալիքների տեսքով փորձ է կատարվելու Իրանին բերել բանակցային դաշտ կամ չբերել բանակցային դաշտ, այսինքն նորից դիմել պատերազմական գործողություններին։ Կարող է ոչ թե ավարտվել, այլ շարունակվել։ Այո, դրա համար այս ինչ որ սկսվեց, դեռ շատ բան, քանի որ անորոշ է, սա թույլ է տալիս ասել, որ դեռ ամեն ինչ ցավոք նոր է սկսվում, որովհետև սա նաև անվտանգային լիքը ռիսկեր է պարունակում բոլորի համար, այդ թվում մեզ համար, մեր տարածաշրջանի համար, Պարսից ծոցի երկրների, արաբական երկրների համար, այսինքն իսկ նպատակը կարծում եմ պետք է լինի, որ գոնե նրանք ինչ որ փոխզիջումային խնդրի հանդես գան։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Գեորգի Միրզաբեկյանին։